Թերը իմ հովիվն է, ես կարիք չեմ ունենա, նա ինձ կանաչ արոտավայրերում է պարկեցնում, նա ինձ հանգիստ ջրերի մոտ է տանում, նա իմ հոգին է թարմացնում, նա ինձ արդարության ճանապարհներով է առաջնորդում, իր անվան համար, նույնիսկ եթե մահվան ստվերի ձորով անցնեմ, չարից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես, քո գավազանն ու ցուպը ինձ մխիթարում են, դու իմ առջև սեղան ես պատրաստում իմ թշնամիների ներկայությամբ, դու իմ գլուխը յուղով ես օծում, իմ բաժակը լցված է, իսկապես բարությունն ու ողորմությունը ինձ կհետևեն իմ կյանքի բոլոր օրերին, և ես հավիտյան կբնակվեմ Տիրոջ տանը։ Ամեն անգամ, երբ այս խոսքերն եմ լսում, զգում եմ, որ ծանրություն է վերանում ուսերիցս։ Մի նուրբ ուժ կա վստահելու մեջ, որ երբեք մենակ չեմ, որ ամեն ձոր տանում է դեպի խաղաղություն, և ամեն վախ հանդարտվում է ավելի մեծ բանի ներկայությամբ։ Երբ լսում եմ, պատկերացնում եմ արևը, որ ծագում է բլուրների վրա, ջրի մեղմ շշուկը քարերի վրայով, և լույսը, որ ծառերի միջով է թափանցում։ Դա պարզապես պոեզիա չէ, դա խոստում է։ Անկախ նրանից, թե որքան անորոշ է ճանապարհը, հիշում եմ, որ բարությունն ու ողորմությունը ինձ հետ են քայլում։ Ամեն նոր օրվա հետ քաջություն եմ գտնում առաջ գնալու համար, մխիթարված հավատով, առաջնորդված հույսով։ Եվ այս անշարժության պահին թույլ եմ տալիս, որ խաղաղությունը հաստատվի իմ հոգում, վստահելով, որ ես պահված եմ, ապահով եմ և երբեք չեմ մոռացվում։ Սա այն ճանապարհն է, որով Սաղմոսն ինձ առաջնորդում է, հավատի, մխիթարության և խաղաղության մշտական զգացումի ճանապարհը։